Bunu bırakası değiller. Ne değiller? Vay ben buna pul verdim hiç. Hazır sahet de. Որ տեսանք մի անգամից ճանաչեցինք, որ այդ մեր գյուղն է, արդեն սկսեցինք այդ իր հետին ակտիվ հետևել, որ շուշուտ գցի, շուշուտ տենանք։ Ավանեսյանների ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղից է եկել Մասիսի Ռանչբար գյուղ։ Փորձում են իրենց ներկան նմանեցնել անցյալին, Քերթի կյանքին։ Ադրբեջանցի Թեյմուր Իբրահիմովի էջում պատահաբար տեսել են իրենց գյուղը։ Մի անգամ էլ այս վերջերն ենք տեսել, մի շաբաթ թող լինի, խաղողի այգիները, բայց խաղողը քաղում շպրտում էին իրանք։ Մեր գյուղից մարդիկ տակը գրել էին, մեկնաբանություն էին թողել, որ բան անեն։ Եթե կարաք ավելի շատ վիդեոներ գցենք, գրել են, որ մենք եկել ենք այստեղ բերքահավաք ու արդեն գնում ենք Բաքու, էլի չենք կարող անենք։ Ընտանիքով շատ են հիշում, խոսում գյուղի մասին։ Քերթից ոչինչ չեն բերել։ Միայն իրենց հուշերն են, գեղեցիկ պատմությունները եւ տեսանյութերը։ Սրանք որ աղացած կոֆե է, սիսերով ու ցորենով ենք ստանում։ Կոֆե չկար այնտեղ, հա, որ Չէ, բլոկադայի վաղ, դե մենք 23 թվին ենք եկել, արդեն դեկտեմբերի 13-ին թե 12-ին որ փակվել է ճանապարհները, արդեն չկար էլի դրանք ու սարքում էինք արդեն։ Գյուղից դուրս գալիս վերջին անգամ գերեզմանատուն են գնացել ու հիշատակ վերցրել իրենց հետ։ Քերից գերեզմանից հող, պապից գերեզմանից հող։ Մի բան էլ է անփոփոխ մնացել։ 9-րդ դասան ենք, որ չաթը բացել ենք ու մինչև հիմա պահում ենք այդ չաթը։ Ու չաթի անունն էլ չենք փոխել էլի, մինչև հիմա բանն է։ Քերթի, ասա։ Կամ հավեր 9-րդ դասարանցիներ, հավեր Քերթի 10-երը չկներեք։ 6 հոգանոց ընտանիքը Ռանչբար գյուղում վարձով է ապրում։ Ամսական 60,000 դրամ են վճարում։ Փորձում են հարմարվել, այլ տարբերակ չունեն։ Միշտ որ մի բան են տենում, ասում ոնց որ մեր գյուղում լիներ, կամ ոնց որ մեր օդը լինի, ասենք թե որ մի տեղ է գնում դեպի Դիլիջան բան։ Միշտ ասում են ոնց որ մեր գյուղի օդը լինի, մեր Ղարաբաղը լինի տենց։ Դե ուզած չուզած հարմարվում ենք։ Ինչքան հարմարվում ենք, այդքան հեշտ է լինում ապրելը։ Լավ են հա դպրոցը շատ լավ է վերաբերվում իրանց էլ։ Այն փոքրին ավելի շատ ուշադրություն են դնում։ Տան կրծերը, գորը, իր տեղը չի գտնում, բայց հարմարվելու իր տարբերակն է գտել։ Շուն է պահում ինչպես Քերթում։ Հիմա ընտանիքը ուզում է խոզաբուծությամբ զբաղվել, բայց ֆինանսական միջոցներ չունեն։ Ուզում ենք, դիմում ենք գրել, որ պիտի անենք։ Դասընթացների հետ տենց ինչ որ պիտի զանգեին, թե ինչ։ Առաջի դասընթացներին գնաց, հետո երկրորդ դասընթացների որ պիտի գնար, այդ օրը զանգերը չի եկել։ Տենց էլ մնաց կիսատ, ասեցին նորից էդի Facebook-ով բանով գնայինք, կիմանանք նոր ծրագիր լինելու, էլի կմասնակցեք, որ ընդգրկվեք մեջը։ Արցախցիների համար նախատեսված մի ծրագրի շրջանակներում երեխաների ծավալը վարսավիրություն է սովորել։ Մի 2 ամիս առաջ կար ծրագիր, որ մաման ու պապան չեն ուզեցել մասնակցեն, ես եմ մասնակցել, որ 17 տարեկան եմ, տարիքս թողել է, որ մասնակցեմ, վարսավիրության դասընթացների եմ գնացել 2 ամիս ու արդեն պրակտիկա ասել եմ, որ լավ եմ աշխատում, ձեռս թեթև է, ասեցին բան, հիմա պրակտիկա արի, որ դասերից հետ հարմարեցնես, արդեն գործի ընդունվեցի մոտ։ Ձեր ապագան ո՞նց եք պատկերացնում, ինչ է լինելու վերջում։ Դե վերջում է դա որ քաղաքացիություն պիտի վերցնենք, որ տուն առնենք։ Ստենց հիմնական վարձով չենք կարա մնալ։